Մարդասպանի գործի համար օրական 1 ոսկի էին ստանում օսմանյան կայսրության մսագործները։ Ինսամ Քսբլարը մարդու մսագործների վաշտեր էին դրան կոչվում 20-րդ դարի սկզբին։ Մարդու մսագործների վաշտերի մեջ ընդգրկված էին տարատեսակ հանցագործներ, քրեական հանցագործներ, որոնք այդ շրջանում բանտերից ազատվել էին եւ ներգրաված էին հայ ժողովրդի բնաջնջման գործողություններում։ Ով ավելի կրեատիվ կսպաներ հայերին, մեդալ փող էր ստանում։ Թռչունների ծլվլոցի տակ ձկնորսություն անող Թուրքիայի քաղաքներում անշտապ քայլող այս մարդկանց մեծ պապերը ընդամենը 110 տարի առաջ արել են այն, ինչ այդ օրերում Օսմանյան Թուրքիայում ապրող միջազգային դեսպաններ, կցորդներ, միսիոներներ անվանել են համաշխարհային պատմության ամենահրեշավոր ցեղասպանություններից մեկը։ Հիմա ժողովրդավարության եւ պատերազմի էթիկայի մասին քարոզ է կարդում աշխարհի գլխին Էրդողանը։ 1915-ին ամերիկացի մի միսիոների պնդմամբ Կոստանդնուպոլսի ոստիկանապետը խոստովանել է. թուրքերն ուսումնասիրել են իսպանական ինկվիզիցիայի մեթոդները, որ օգտագործեն դրանք հայերի դեմ։ Դերզորում 2000 երեխայի, մեկ այլ աղբյուրի համաձայն 5000 երեխայի ուղակի փոսեր փորելով եւ ձեռքերը ոտքերը կապելով լցրել են եւ կերոսինով այրել են։ Սրանք այնպիսի բարբարոսություններ են, երբ որ այնպիսի վայրագություններ են, որոնք մարդկային ուղեղը չի կարող ընկալել։ Հայ երեխաների մարմինները երիտթուրքերը բզկտում էին բամբակ հավաքելու համար սրաշեղբ գործիքով։ Սա փաստ է, որ գրված է հայոց ցեղասպանության մասին գրքերում։ Սարսափելի է փոքրիկ հայկազունի պատմությունը։ Որբ էր մնացել եւ թափառում էր Դերզորի այդ գերեզման էլ չէր մարդկանց ոսկորները այդտեղ լցված, նա թափառում էր այդտեղ եւ Զեքի Փաշան իմանալով այս երեխայի գոյության մասին հրաման է տալիս նրան բերում են իր մոտ եւ այդ վավերագիրը նկարագրում է թե ինչպես են մաս ողջ երեխային ուրեմն մաս կտրատում եւ Զեքի Փաշան այդ տեսարանից նույնպես նստած հրճվանք է ստացել։ Ցեղասպանության տարիներին հայ երեխաների վրա փորձարկումներ էին անում թուրքերը։ Տրապիզոնում նրանց թունավոր շիճուկներ էին տալիս։ Հետո ֆիլմ նայելու պես թուրքերը վայելում էին, ինչպես են օրերով ջուր ու հաց չկերած փոքրիկները վերջին շունչը փչում դժոխային տանջանքների մեջ։ Տղամարդկանց հորում են փոսի մեջ, մինչև վիզը թաղում են փոսի մեջ, որ պետք է գիշերով ձիու սմբակներով ուրեմն ջարդուփշուր անեին նրանց գլուխները։ Կամ մեկ այլ խաղ էին խաղում թուրքերը։ Թրերը խրում էին հողի մեջ, սուր կողմը դեպի երկինք, հայերին նետում էին այդ սրերի վրա։ Հաղթում էր նա, ում զոհի մարմինը հենց առաջին անգամից էր խոցում սուրը։ Ցից էին հանում հայ կանանց ու երեխաներին կամ խաչում էին նրանց, կախված այդ օրվա պլանից։ Քիչ չէին դիակապտության դեպքերը գաղթի ճամփին։ Չբավարարվելով նրանց այդ դաժան կոտորածից մի քանի օր անց, 1-2 օր անց հարևան գյուղերի թուրք բնակչությունը գալիս է եւ զբաղվում է դիակապտությամբ։ Այդ մանրամասները նկարագրում է Գրիգորի Սպալակյանը։ Հատկապես փորձում էին այդ մեռած մարդկանց փորոթիկը ճղելով, ձեռքերով մտնելով նրանց աղիքները, հանելով, մտածելով, որ միգուցե նրանք իրենց զարդերը կուլ են տվել։ Հայոց ցեղասպանության տեղեկագիր Մատյանում գրված է, որ 1915-ին գաղթի ճանապարհին գրեթե բոլոր կիրճերում, անդունդներում բաց գերեզմաններ էին, բաց երկնքի տակ։ Լափում էին նրանց մարմինները կենդանիները։ Անգամ փոսեր չէին փորում հայերի համար երիտթուրքերը։ Ողջ մնացած հայերին ստիպում էին թրքանալ կամ վաճառել իրենց մարմինը։ Դաժան փաստեր են բերվում, թե ինչպես էին տրապիզոնում հայ կանանց եւ երիտասարդ աղջիկներին ստիպում մտնել հասարակած տներում եւ զբաղվել մարմնավաճառությամբ։ Ցեղասպանությունից փրկվածներին, երբ հետո զննել են բժիշկները, պարզվել է, որ անգամ մանկահասակ աղջիկները վեներական հիվանդություններ, սեռական բազմաթիվ վարակներ ունեն։ Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։